Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի եւ խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի համատեղ առաջադրման հիման վրա Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին հանդբոլի տղամարդկանց ազգային հավաքականի անդամներին, մարզիչներին, անձնակազմին եւ հանդբոլի ազգային ֆեդերացիայի ղեկավարներին պարգեւատրեց պատվո շքանշաններով եւ պատվո մեդալներով։ Կառավարության ղեկավարը շնորհավորեց ներկաներին պետական պարգևների արժանանալու կապակցությամբ եւ մաղթեց հաջողություններ։ Վարչապետը շնորհակալություն հայտնեց հանդբոլիստներին, ֆեդերացիայի նախագահին, գլխավոր մարզիչին, ինչպես նաև ֆեդերացիայի աշխատակիցներին հաջողությունների համար եւ խոսեց սպորտի ոլորտում կառավարության ծրագրերի մասին։ Մեր հիմնական առաջնահերթություններից ու խնդիրներից է սպորտային ենթակառուցվածքների զարգացմանը նպաստելը։ Սպորտի հաջողություններին զուգահեռ աճում է հետաքրքրությունը սպորտի նկատմամբ, հատկապես երեխաների մոտ, ինչի համար ես շատ ուրախ եմ, թեև մինչ այժմ մեր ենթակառուցվածքները ցավոք չեն կարող բավարարել այս աճող պահանջարկը։ Մենք արդեն հայտարարել ենք $2 միլիարդ արժողությամբ նախագծի մասին, որի շրջանակներում կստեղծվի բոլորովին նոր ենթակառուցվածք։ Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Աթոնելիի նախագահական պալատում։